կոպի-պեստ մի Յոսիֆ բան է։ Ստալինը, Յոսիֆ Ստալինը մասնագիտության բան էր, այդ օթերևութաբան։ Ահա, մալադես։ Հա, եւ Ինքը քաղաքական եղանակներ հասկանում է։ Պատուհանից նայում ես ինչա բանը այդ ժամանակներում ես չգիտեմ ել ոնց էին գուշակում քաղաքական եղանակը, բայց ինչ Յոսիֆ Ջուգաշվիլին Վիսարյոնիչը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու վարպետ էր։ Այսինքն Լենինից հետո որ նա կլինի, այդ абսուրդ էր ուղղակի, որտեղ այնտեղ ինչ էր անունը այն Տրոցկի, նրանց դեմը խաղ կար, Ձերժինսկի, Ստալինը գող էր, տարածորեն ավազակ էր։ Իսկ այնտեղ ով էր ազնիվ մարդ այդ կոլխոզի մեջ։ Բոլորը տերորիստ էին։ Հալանում էր, փողը ուղարկում էր Լենինին, այմա։ Այդ առումով գոնե հարգանք բառը տեղին չի, բայց շատ գաղափարական մարդ էր էլի, այսինքն սովասարավ ապրելով, թակավորական կազնան գողանալ եւ ուղարկել Շվեյցարիա, ինչ ես իմում, նշի որ ինքը ամբողջ օրը Facebook live էր մտնում, ճանաչում էր կամ այնպես մոտիկ էին եւ այլն, չէ՞։ Նամակագրությամբ իրար գրում էին Տավարիշ Լենին, Տավարիշ Ստալին, Տավարիշ Լենին, Տավարիշ Ստալին։ Դե անելու բան չէ։ Եվ մեր կամոնել էր բան հանցագործ էր, չէ՞։ Լրիվ գողական բանկալանով այդ նույն սորտից են մինչև այսօր էլ էս մղձավանջի մեջ ենք այսօր գիտեք ում հետ եմ զրուցել մեր հին լավ ընկերը որ ռադիոյ եկավ Գարեգինը Միսկարյան հա այսօր դե բարևներ էր նայած ես փոխանցում ասի անպայման Երևանում հանդիպեցին Գարեգինի հետ ոնց այլի քաղաքականապես ակտիվ է դե հա այսօր հեռուստատեսություն հրավիրեցի զրուցեցինք այս ստեղծված իրավիճակի շուրջ բայց քաղաքական ակտիվ է, բայց հիմա ճամբարների ժամանակաշրջան ենք ապրում, նայած որ ճամբարից ես, այն ճամբարից որ ինքը շատ ազնիվ մտքեր ունի, բան չունեմ ասել, բայց չեմ պատկերացնում քանի տոկոս ընդհանրապես շանսը որևէ ձև ներկայանալու ընտրություններից հետո։ Այս մենք դեռ ներկա եւ նախկին խաղի մեջ ենք։ Կամ ներկաներն են հաղթելու, կամ նախկինները։ Ուրիշ տարբերակ չկա։ Գանձուլյա Ահա, այսօր գործնական զանգա մի հատ։ Մի խոսքով, կամ ներկա կամ անցյալ, նոր ուժեր են հավաքվում, նոր բաներ են հավաքվում։ Իմացաք ում հարցազրույց տվեց Մերձևովի առաջնորդը Սամվել Կարապետյանի եղբոր որդին, Տակել Կարսնին, ասում է 400 Տակել Կարսնը Տակեր Կարլսոնը բանի Ամերիկայի Թաքերը, հա Եվ ինչ էր ասում? Ասում 400,000 փող են տվել ինտերվյուի համար Ասում են, ինչը մեղադրեն այդ բաներ ընդ կայքում էր գրած Ես տեղյակ չեմ Դեմա աչուծակ սա մեղադրանքները Ոնց մտածեմ Տակել Կարլսոնը Որտեղից պիտի իմանար ինչ-որ շարժում է մեզ մոտ, ինչ-որ հեցի սեփականատիրոջ, եղբոր, որդին, քաղաքական, չգիտեմ, ապրենք տեսնենք։ Բաբա փողը ինչու են այդքան փող հավաքում, չեն այդքան փող սիրում, որտեվ գիտեն ինչեր կարելի անել այդ փողով, մեծ փողերով մանավանդ, իսկապես էլի։ Մանավանդ հիմա որ Թրամփի նման երկրի ղեկավար ունենք, արդեն ընդհանրապես ամեն ինչի փողը ընդունակ է։ Դե այն որ պարոն Թակերը նենց չի որ ազնվության դարբնին է այս պատմության մեջ ու ով փողը տվել է դրա մոտ է գնացել է մեծ հաշվով այդ նոր ու այդ ոդքասթի հայտնի ձևաչափը որ փողը բերում ես սեթափի անում ու ոդքասթը անում որտեղից որ պետք է այդ իր ֆորմատներից մեկն է ձևաչափերից որ փողը տալիս է նա էլ պատվիրում է երաժշտությունը վերջ այ Վլադիմիր Պուտինը 25 րոպե առաջ պարգևատրել է շատ Այսօր երեկոյա չէ հիմա այստեղ Մոսկվայում։ Դարագին երկրորդին։ Մոտա, բայ։ Էսի վատ։ Եղբորը Վլադիմիր Պուտինը Ալեքսանդր Նևսկու բարձր շքանշանն է հանձնել Կրեմլում հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս arczepiskopos Ներսիսյան եւ կադրերը կա համբույրներով, բանով, այս նշանա ժողովուրդ։ Այս նշանա։ Այսքան բան քաղաքականություն վարել կլինի այ մարդ, այս աստիճանի էլի։ Վայ, դες ինչ անում էլի։
Տես ինչ անում։ Դու դատում ես, մենք պարգևատրում ենք, պայքարում ենք, բան, այո։ Դե հետո հիմա ինչ որ իմաստով էլ անձեռնմխելի է սարքում, էդ էլ կա, էլի, որ դե Պուտինի մեդալ ստացածին դու ոնց ես։ Ընդհանրապես առողջ հասարակության մեջ, որից մենք շատ հեռու ենք ցավոք սրտի, սա պիտի ողջունվի, գիտես, ինչ առումով, որ բացահայտվում է։ Ոնց կարող է հոգևորականը Պուտինից ստանալ մեդալ ու չլինի գործակալ։ Այսինքն ոնց կարա դες բան լինի։ Հրավիրվի Կրեմը, բան։ Ընդհանրապես մեդալը պետական, այն էլ Պուտինի պես երկրում եւ Պուտինի պես ղեկավարը չեն տալի էլի հենց այնց։ Տալիս են։ Բա Գարեգին երկրորդին էլ տվեց, չէ, երբ էր մի տարի առաջ էր ինչ էր։ Բայց Կրեմլ կանչելով, եթերում, օլալա։ Էլի բան։ Ախր գիտեք ինչ, ես չեմ էլ սպասում էլի որ ինչ որ մեծ քաղաքականության մեջ պիտի բարոյականություն լինի, բայց այս աստիճան էլ չի կարելի։ Ախր գիտեք ինչն է հետարքիր, ամբողջ աշխարհի աչքի առաջ, ինքը անում է այդ անբարոյականություններ առանց մի վարքյան բան անելու, էլի ինչ որ վատս գալու կամ կասկածի տալով եւ այլն, ամեն ինչ միայն ինձ համար, դու իրանք ժողովրդի վրա էլ թքացում են, ամեն ինչի վրա էլ, այս մարդիկ ոնց որ Ստալիններ են։ Ինչ է, բացի իրանցում բացներ մտածում։ Անում են, ոնց ուզում են, անում են ու ոչ մեկ ոչ մի բանի պատասխան չի կրելու Աստվածին։ Մնացած ամենը խափեություն է։ Այս sense պահերիա, որ մարդիկ Աստծուն են հավատում, որ ասում են Աստված կպատժի, որտեղ մենք չենք կարողանում պատժել, տեսնելով այդ ամեն ինչը, մի հույսներս դնում ենք, մի ինչ որ գեր։ Ինչ է կարծում, որ հենց այս պարագայում է, որ անհավատությունն է 4 կողմը։ Այս ամեն ինչը տեսնելով է անհավատ մարդ դառնում, որովհետև ասում են, եթե Աստծո դեսպաններն են այս մարդիկ, որոնք իր Աստծո խոսքը պետք է փոխանցեն այս level-ի մեջ են, ես հրաժարվում եմ ուղղակի հավատալ այս ամեն ինչին։ Չէ, այդ սատանան է անում, իրանք չեն անում, պետք չի բանանել մարդկանց, հա։ Որ սատանասի շեցի, այսօր Facebook-ում մեկը բանա գրել, որ այդ երեխուն, ուրեմն Հալոուինի օրը Փաշինյանը կնիկը բանը դե անուններ ա տալիս, սա փախցրել են, ինչ որ սատանայական ծես են արել, այդտեղ այդ երեխուն սպանել են, հետո տարել գցել։ Ոյ Աստված իմ լավ էլի Ռոժան։ Շիզոֆրենիկների քանակը գնալով շատանում է, կամ ջրերես են դուրս գալի։ Այս սոցցանցերը էլի, այս Facebook այմարդ, ընտիր հայլիա, ցանկացած բան, որ ուզում ես երկիր ժողովուրդ ճանաչես, խնդրեմ։ Ամեն տեսակի մարդ, ինչ ասես ասում է։ Սա այդ բանը հոգեկան այդ խանգարումները մի անգամից երևում է, մի անգամից։ Այդ ասում է հորը խափել են, էդի միամիտ մարդ է իր վրա են գցել, բայց իրանք տարել են այդ երեխուն, վայ։ Ոնց կարելի է։ Գիտեք ինչն է բանը, էլի հիմա ասենք լավ դե ասում ես էլի բան գիժի մեկն է այտենց բաներ ա գրել, բայց այս մարդը մենակ այդ հարցում չի այդպես մտածում։ Էսա խնդրեմ, ինքը բոլոր հարցերին այդպես ապրում է ուղակի, հասկանում եք, հա։ Եվ հնարավորինս աշխատում է շրջապատնել, թունավորել իր այդ ինչ ասեմ, հիմար մտքերով ատարկա բան էլի, Աստված իմ ինչ ես հիմա ձեզ պատմեցի, չէ՞ որտեղ մի վրա տպավորություն ա թողել։ Ու սենց այդ բանը գնում է, էլի այդ պատմությունները։ Այսօր երկար լռությունից հետո ով է նորից հանդես գալիս։ Ապա Տիկին Աննա Հակոբյանը։ Ապա ինչ ասեց հիմա, ինչ ասեց։ Հիմա արդեն ինքը չի ասում, ինքը ուրիշի վերանով է խոսում արդեն։ Ապա Ուրեմն Հայաստանի վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը Facebook-յան էջում կրկին չինական հին փիլիսոփայությունից մի հատված է մեջ բերել։ Պիտի կարդամ ձեզ համար, հետևեք բանին, մտքի սլացքին, թռիչքին, հոգեկան։ Վարպետն ասաց. բարձր արժանինքներով մարդը, որին պակասում է ձգողականությունը, չի կարող լինել հեղինակություն եւ նրա կրթությունն էլ միշտ կմնա մակերեսային։ Բարձր արժանինքներով մարդու համար առաջնայինը հավատարմությունն ու վստահելությունն են։ Նա չի ընկերանում իրենից ցածր բարոյականություն ունեցողների հետ, իսկ երբ սխալվում է, չի վախենում ուղղել իր սխալը։ Ատսոփեստություն։ Հաջորդը 3 հատա կարճ։ Վարպետն ասաց. բարձր արժանինքներով մարդը ուտում է առանց փորը լցնելու։ Կեցարանը ընտրում է առանց հարմարավետություն պահանջելու։ Աշխատավայրում ջանասեր է, խոսքի մեջ խոհեն։ Նա ձգտում է շրջապատված լինել առաքինի մարդկանցով իր որոշումները առավել ուժեղացնելու համար։ Նման մարդու մասին իսկապես կարելի ասել, որ նա սիրում է կրթվել։
Մեր թվարկությունից առաջ 551 թվական։ Եվ վերջինը վարպետն ասաց, մարդը գոյատևում է իր ազնվության շնորհիվ։ Եթե մեկը գոյատևում է առանց ազնվության, ապա դա ընդհանրապես պատահականություն է, բախտի բան։ Շատ բարդ է հասկանալ այս ամեն ինչը։ Ես վարպետն ու Մարգարիտան ես հիշեցի, չգիտես ինչի, Մաստեր եւ Մարգարիտա։ Գիտեք ինչ հա, մարդիկ sense բան ունեն, էլի, մի ամիտ կար, եթե մեր թվարկությունից առաջ է, եթե չինական է, ուրեմն լավ։ Այդքան անիմաստություն կա այդ մեր։ Ես տիկին իսկապես եմ ասում, հա, տիկին Հակոբյան։ Եթե դուք այս բաները կարդալու փոխարեն մեր թվարկությունից առաջ չինական ինչ ասեմ, այս անկապությունը որ մեր թվարկությունից առաջ ասեցիք, լավ, հիմա այնտեղ Աննա Հակոբյանն է ինչ եւ այլն։ Հասարակ բան, սկսել եմ տորա կարդալ, զուտ հետաքրքրությունից դրդված, Աստվածաշունչ, 5 կտակարան, նոր կտակարանել եմ կարդացել, Ղուրանել եմ կարդացել, հիմա տորան եմ կարդում։ Առաջի գլուխի մեջ, իրեւ ասենք որ այդ տորան մեր 5 կտակարանի 99% նույն բանն է։ Հա, Ինչ հա գրած Աստված իմ Ավրահամի պատմությունը, գիտեք ինչ է գրած։ Այս Ավրահամը, որտեղից ծնվել են ավրահամական կրոնները, բանը, հուդայիզմը, իսլամը եւ քրիստոնեությունը, ուներ մի հատ կնիկ։ Այս կնիկը չբերեր։ Այս Ավրահամը քարոզի շրջանակներում գնում է Եգիպտոս ու որպիսի հանկարծ փարաոնը չսիրարվի իր կնոջը եւ իրեն չպատվազրկի տանի կնոջը վրից, ասում է որ քուր ախպեր ենք։ Փարաոնը սիրահարվում է եւ կնոջը 2 տարով ամուսնանում է 2 տարի կնոջ հետ։ Ինքն ասում է դե լավ, ոչինչ որ սիրահարվել է փարաոնն, օքեյ։ 2 տարի հետո բաժանվում է։ Վտարում է երկուսին Եգիպտոսից, գնում են Բաբելոն։ Բաբելոնի բաննա սիրահարվում հիմա է կնգավրայելի նույն։ Արա, եթե ամեն ինչի հիմքը, հետո հետա տալի, էլի 2 տարի ասում չէ, չբերես, չեմ ուզում եւ այլն հետա տալի, Աստված երազում Ավրամին գալիս ասում է, դե որ սաղից երեխա չունեցավ, քեզ իսկ ունենա։ Արա, եթե ի սկզբանե անբարոյականությունից է սաղ սկսե, էլի ես ինչ ասեմ ես այստեղ, ինչ խոսամ էլ։ Ովքեր որ կասկածում են, բացեք կարդացեք ինչա գրած։ Այդ ժամանակ գիտես ինչ են ասում են դու ուղակի իմաստով ես դա հասկանում։ Այմար եթե կգան ամուսնացել է կնգա այդ յալլա վիճակը ասում չես հասկացել։ Ինչը չեմ հասկացել, շատ լավ է հասկացել եմ։ Դու իմաստը դրա չես այո, այդ թվականներին, այդ ժամանակները հենց այդպես էր, տենց պրիմիտիվ էր ամեն ինչը։ Եվ ես ուզում եմ մեր տիկին Աննա Հակոբյանին ամբողջ հարգանքով խորհուրդ եմ ուզում տալ, լուրջ եմ ասում, տիկին Հակոբյան, եթե դուք ուզում եք հետաքրքիր բաներ լսել կամ ծանոթանալ, լսեք մեր ռադիոկայանը։ Պետք չունեք գնալ 551 թվական մեր թվարկությունից առաջ, որ այս անկապությունները կարդաք, մեզ էլ բան անեք, որպես մատուցեք, որպես ես իմ հրաշք երկրի տակից գտնվար։ Լսեք մեր ռադիո հաղորդումները, ամեն օր մի բան կսովորեք, ամեն օր։ Ինչ ասեցի, Ռաֆայել։ Ես համաձայն եմ ձեր համեստ մտքին։ Ես թևանցուկ եմ ձեր համեստ մտքին, բայց ես ընդհանրապես եթե կարելի է խորհուրդ տալ, ես կասեի ընդհանրապես մի խոսեք։ Այս շրջանում շատ մեր երկիրը քանդեց այս խոսելը։ Այսօր ինչ ասում Ալիևը։ Արա, Ալիևը իրանց գիտությունների ակադեմիայի այդ շենք շինության մեջ կանգնած, սենց իր այդ կեղտոտ, սենց բան ունի, չէ, մի հատ վիճակ, պատմությունից է խոսում իրանց իբր 1000 տարվա, իսկ մենք մեր գիտությունների ակադեմիայի ընդունարանը սուշի բառ ենք սարքե, հայ ժողովուրդ 5000 տարվա հիշի էդի, որ սուշի բառը քո ակադեմիայի մուտքի մոտ։ Իսկ որ տեղից է մի քաղաքական գործ չէ դուրս գալի, բարևեցին խոսենք, բայց դա չի կարևոր։ Ասում է հետևյալը. Սևանալիս չկա ռուսական քարտեզներում։ Այս ինչ ձևեր կոչում լիճը, անունները չեմ ուզում տամ։ Այս քաղաքները այս ինչ անունները ունեին եւ այս ամեն ինչը ռուսականացման, ռուս կայսրության արդյունքում հայերին բերեցին այս տարածաշրջան եւ բան։ Ինչ են մերոնք պատասխանում այս ամեն ինչին։ Գրեթե հաստատում են։
Գրեթե չեն հաստատում, բայց շատ ասելիքություն էին։ Հա, եթե Արի բան նայենք, Ռաֆայել։ Ասեք, ես իմ տեսակետը, դուք ասեք, ես էլ իմը կասեմ։ Ահա, ես գիտես ինչ զգացի այդ բանից, որ նեղն էին ընկել մի տեսակ, որովհետև օրինակ մեկը ասեց, չեմ հիշում ով էր, կարծեմ փոխվարչապետներ ասեց, որ ճիշտ է Սևան չի եղել, բայց եղել է եսիմ ինչ, Ռուբեն Ռուբինյանը ասեց։ Այո, բայց եթե նայենք հետ գնանք ժամանակի մեջ բոլորս էլ տենց բաներ ունենք եւ այլն եւ այլն։ Այս տեսակ էր, այսինքն ես հասկացա, որ նեղն են ընկել։ Բայց ահա ով է պատասխանում։ Պատասխանում է ձեր ասած եսիմ ինչը։ Նույն լեվելի պատասխան չի։ Հիմա եթե ղեկավարն է այսօր ասում Փաշինյանն էլ խոսեց։ Բայց Փաշինյանի ինքը մի քանի ժամ առաջ էր այդ բանը ասել ու ինքը այդ կարևոր միջազգային կոնֆերանսում պարոն Փաշինյանը պիտի պատրաստված լիներ հակադարձելու, որովհետև ոնց են Ալիևենք ամեն հարթակ օգտագործում են հստակ sense թիրախավորելու համար։ Դու պարոն Փաշինյան, դու չգիտեր որ 6-7 ժամ առաջ Ալիևը տենց բաներ ասել, բա դու այդ միջազգային հարթակում նորմալ բառապաշարով պատրաստված գրողներով, մրողներով միած սցենար չգրեին, դու պատասխան տայր, բա քաղաքականությունը ո՞րն է։ Ինքը այդ ժամանակ կնոջ հետ չինական փիլիսոփայություն։ Դրա համար էս օրն ենք։ Ու այդ օրը օրինակ եթե լիներ, կներեք էլի, եթե ասենք պատրաստ լինեին, պիտի ասեն, օքեյ, 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրի փաստաթուղթն են հանում մեջտեղ, Գյուլիստանի պայմանագրի, ասում են, այո, որոշ ժամանակ այս տարածաշրջանը, այո, թուրքական որոշակի խմբավորումներ են եղել եւ այլն, Պարսկաստանի տարածք են եղել, ռուսներն են այս տարածքը գրավել, հետո հայկական օբլաստ են ստեղծել, բայց դա ինչ որ մի X ժամանակ, բա դրանից առաջ հարյուրավոր տարիներ, հազարավոր տարիներ գեղամածով չէր։ Կամ մնացած մեր Արտաշատ մայրաքաղաքը չէր, Դվին մայրաքաղաքը չէր, Էջմիածնի վանքը չէր։ Այսինքն մեր մոտ sense մենք որ ասենք, sense կդիտարկվի, sense չի լինում էլի, ախպեր ջան։ Գիտեք ինչ է, ես նկատել եմ արդեն էլի, քանի տարի է արդեն որ այս Ադրբեջանի հետ կապված նորություններին հետևում եմ, իրանց մոտ ծրագրավորված է ամեն ինչ։ Այո, իհարկե։ Հաշվարկած է ամեն ինչ։ Ես զգում եմ, որ ինստիտուտներ ունեն, որ զբաղվում են դրանով։ Դուք մենակ հիշեք այդ Արցախի պատմությունը ոնց սկսեցին։ Իրանք սկսեցին բանը, բնական միջավայրի պաշտպանության եսիմ ինչով, քիչ, կաթիլ, մինչև մենք հասկացանք ինչ է կատարվում, գրավեցին արդեն։ Հիմա նույնը լես պրոպագանդան է գնում, սա լավ ծրագրավորված well-oiled machine են ասում, որ որտեղ ինչ ոնց ասի, ինչ ասի, ինչքան ասի եւ այլն, քիչ հոգեբանական ճնշում է գործադրում Հայաստանի վրա եւ դա հաջողվում է իրենց։ Որովհետեւ չեն կարողանում պատասխան տալ։ Հենց այդ պատճառով, որտեղ մենք պատրաստված չենք, ինչպես միշտ։ Այո։ Մենք հենա մեր երկրի ղեկավարելն 3 ժամ խոսում է եսիմ ինչերից։ Ժամերով ոգևորված խոսում է։ Նստի տունը սրա մասին մտածի ախր, այդքան խոսել չի կարելի իսկապես որ այման, որ էջը բացում ես ինքնախոսում, որ բանը ասում ես ինքնախոսում։ Քո գործը խոսելը չի, քո գործը գործ անելն է, ախր ոնց ասեմ ես էս։ Ինչքան կարելի է խոսել այման։ Ամեն ինչից է, սկսած մանկապարտեզի բռնակներից ու դռներից մինչև եսիմ ինչ ամեն ինչ ինքնախոսում, ու զգում ես որ սիրում է խոսել, սենց ինքը իրանից չի կշռանում խոսելու։ Դեպ մեր ռադիոլսողներին էլի բացատրենք, որ այն թեզերը, այն նարատիվները, որոնք Ադրբեջանը առաջ է տանում, այդ ամեն երկիր այդ բանը կարա ասի։ Ամենահայտնի օրինակը երևի այսօր Կյոնիգսբերգի ու Կալինինգրադի օրինակն է։ Կալինինգրադը ռուսական մարզ է, որը պատմական Բավարիայի ուրեմն բանի շրջան է եղել ու բանա Կյոնիգսբերգ իր կենտրոնով Բավարիա չկներեք, Պրուսիայի շրջան է եղել, Կյոնիգսբերգ մայրաքաղաքով երկրորդ աշխարհամարտից հետո համապատասխան process-ներ են տեղի ունեցել, անցել է ռուսական կամ սովետական միությանը եւ հիմա ասենք Կալինինգրադա կոչում։ Ու այդ Ստրասբուրգի օրինակը կարանք բերենք, որ Ստրասբուրգը իհարկե գերմանական։ Ռաֆայել չես հերու գնում, մերձավոր արևելքը նայ, ասենք բանը Իսրայելը նույն, սա արաբական էլ ամեն ինչը Պաղեստինյան։ Քանի հոգու ձեռքից անցավ գնաց Ալեքսանդրապոլը, ասում Ալեքսանդրապոլը, այդ ինչ է Ստամբուլը, բայց Ալեքսանդրիան
Ալեքսանդրիան եգիպտականով ասես կար հին Եգիպտոսից սկսած ուներով պրծած Ռոմով պրծած։ Այսպես էլ պետք է բան անել։ Գիտես ինչ, ախր մենք էլ ենք հաճախ այդ հիմարությունը անում։ Այս ինչ թեմին մերն ա եղել են։ Ախր տենց որ գնաց ամեն ինչ բոլորին եղել ա գրեթե էլի։ Շատ անիմաստ բան ա։ Ու մենք դա ինքներս անում ենք, հետո մեզ որ դա պատասխանում են, մենք շշկրվում ենք արդեն, չգիտենք ինչ ասենք։ Absurd է ասել այս ինչ թվին այս այն ինչ դրանից առաջ ինչքան հետ գնաց այդ փոփոխությունները կան ընդհանուր դա վերջ չունի չէ բացի մինչև Հունգարիա, Ավստրիա, Օսմանյան կայսրությունը Ավստրիայի մատույցները հասել է 3-4 տարով գրավել ասախ հիմա բռնեն ասեն սենշինենցը դրա համար Մոնղոլիայի օրինակը վարչապետը բերեց որ խոսելու լինի Մոնղոլիան էլ իքը բան կարա ասի, որտեղ եկել է հասել։ Մոնղոլիանը, Պարսկաստանը չի կարա ասի, աշխարհի կեսից ավելի Իրանն է տիրապետության տակ է։ Հռոմեական կայսրությունը, Չինգիզ խանը։ Արդարության համար ասենք, որ Պարսկաստանին գոնե հիշեց Փաշինյանը այդ ամբիոնից, ասեց, որ Պարսկաստանը սկսի խոսել, Իրանը սկսի խոսել, իքը մարդիկ սուս կմնան ուղակի, բայց դե արդյոք դա զսպաշապիկ է, ոգևորված ալի է, ես չգիտեմ։ Բայց ունենք այն ինչ ունենք իմ կարծիքով սա էլի ինչպես հետո ինչ է ասում մենք պիտի ադրբեջանցիներին վերաբնակեցնենք Հայաստանում այ մարդ հələ տես ինչ է ասում սա գիտեք ինչ է նշանակում ես երբեք էլ չեմ կասկածել որ իր վերջնական նպատակը լիորեն Հայաստանը գրավելն է այո Եվ դա մենք գիտենք, բոլորը գիտեն, դա հասկանալի է դառնում։ Ու տեսեք ինչեր ասում, պիտի գան այնտեղ ապրեն։ Իհարկե հիմա չեն գա, իհարկե դա այս մոտ ապագայում հնարավոր չի։ Բայց տես ինչ բաներ է հաշվում, որ այնտեղ բնակվենք, շատանանք, այս կանենք, այն կանենք, ոնց որ գերմանացիների մա Եվրոպա ներողություն, ոնց որ թուրքերը Եվրոպան են գրավում, չէ՞։ Արդեն բաների են մասնաընտրությունների տոկոս են կազմում, բան ունեն իրենց առաջադրվող տեխնացուներ ունեն, ոնց է լինում։ Հերո են նայում իրանք։ Հերո են նայում։ Տարբերություն մեզ։ Բավականին հերո, հա, իհարկե, այսօր կգան խաղաղությամբ, այսօր կգան փուչիկներով, մեքենաներով։ Լավ է, որ չասիր տանկերով, տես, լավություն է անում, էլի, այսինքն տանկերով էլ կարան գանք, բայց այս մեքենաներով են գալիս, այդ ձևով են ուզում գրավել։ Դեռ այս ամեն ինչին ինչ արձագանքներ կլինի, բայց ոնց հասկանում եմ, սա մեր ներքին պարակտումը էլ ավելի խորացնելու համար է ու փայլուն ստացվում է, այո, ստացվում է, այսինքն Հայաստանում ինչքան փորձում են, որ վայ կարծես թե ինչ որ process-ա լինում միավորվելու կարծես ինչ որ թեթև բան, մի հատ նենց բան, որ ահա, էս սենց ասեց են, նենց ասեց բաժանվենք եւ այլն, եւ սա Հուլիոս Կեսարի ասած բաժանիր, որ տիրեսնա Ամեն ինչ կանեն որպեսզի Հայաստանը չմիավորվի։ Այո, եւ Ադրբեջանը նաեւ սրանով ծնուցում է մեր ընդդիմությանը։ Բաներ է տալիս, էլի, կոզերներ է տալիս, հա։ Բայց դա է, ասենք մյուս կողմից էլ թե ընդդիմությանն է ուշ տալիս, ընդդիմությունը ռազմատենչ ընդդիմություն է։ Գոնե բարերով հիմա գործնակամ չգիտեմ, տեսանք իրանց 30 տարվա պայքարը ուր բերեց հասցրեց այդ նույն ընդդիմության, որոնք Ղարաբաղացին էին մեծ մասը։ Ռաֆայել, իրենք ուզում են, որ մեր մոտ քաոս լինի։ Իրանց ամենաձեռնտուն է դա կլինի, որ քաոս լինի, քաղաքացիական պատերազմ լինի, էս լինի, այն լինի, այո։ Այդ հստակ է եւ բավական հաջող են այդ մանով, հա։ Այդ իմաստով։ Հանրապետության նախագահից լավ խոսանք, ուր գնաց հանրապետության նախագահը։ Դոհա, Քաթարի մայրաքաղաք Դոհայում աշխատանքային այցով գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը ՄԱԿ-ի սոցիալական զարգացման հարցերով երկրորդ համաժողովի շրջանակներում հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաս Սոլյոկի հետ։ Իդեպ Տրամպը ՄԱԿ-ի փողերը կտրեց, հա, անդամավճարներ բաներ, որևէ բան չի վճարում էլ, ասում է վերջ, ծրիակերների կառույց է, վերջացավ։ Այդ սա ոչինչ, հələ նայեք այսօր ինչ է ասում բանը, մեր հարգարժան նախագահան։ Հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կսահմանափակի Նյու Յորքի նահանգի դաշնային ֆինանսավորումը, եթե դեմոկրատական կուսակցությունից տեխնացու Մամդանին հաղթի երեքշաբթի կայանալի քաղաքապետի ընտրություններում։ Սոցիալական ցանցում նագրեր որ հավանաբար այլ միջոցներ էլ կօգտագործի, բայց ամենաանհրաժեշտ նվազագույնը չի տրամադրի։ Այսինքն ինչ է ստացվում, տես, ինքը որպես երկրի ղեկավար, որ այդ իրավունքը ունի, ասենք բյուջեների հարցում, ինքը ասում է, եթե ասում է դեմոկրատ տնտեսիկ, կկտրեմ ձեր փողը ես։
Հիմա պատկերացնում եք, սա ինչ ուղղակիորեն խառնվել է այդ ընտրություններին։ Հիմա մարդիկ դիմտած են, այ մարդ, եթե ես մարդուն դեմոկրատի մանանեմ, փողերը չեն տալու, ավելի լավ է գնամ հանրապետականին ընտրեմ։ Սա ոնց էստեղ հասավ ամերիկան, ես չեմ կարողանում հասկանալ։ Ոնց կարող է երկրի ղեկավարը նման բան ասի, այ մարդ։ Սահմանափակի Նյու Յորքի դաշնային ֆինանսական պետական ֆինանս, եթե դեմոկրատական կուսակցությունից տեխնացուն ընտրվի երեքշաբթի օրը քաղաքապետի ընտրությունները։ Դու քեզ ինչ քաղաքապետ ում են ընտրում, ինչ են անում, դու ուրիշ գործ չունես անելու։ Այնտեղ Վախեցնում է տառացիորեն, էլի մարդկանց։ Մինչ վախեցնում են, Դիլիջան համայնքին վերադարձվել է 286 քառակուսի մետր մակերեսով մարսնաշենքը, որը մանկապարտեզի էր եղել, օտարել էին մանկապարտեզի մասնաշենքը, Տավուշի մարզի Դիլիջան համայնքին վերադարձվել է նույն համայնքի Օրջոնեկիձե փողոցի 63 հասցեում գտնվող մանկապարտեզի 286 քառակուսի մակերեսով մասնաշենքը։ Մանկապարտեզի շուկայական մոտեցված կադաստրային արժեքը 133.5 միլիոն դրամ է, գրել է Փաշինյանը հատիկ առ հատիկ բանով, հեշթեգով, եւ հիշեցնում է, որ այս պահին Հայաստանում կառուցվում կամ վերակառուցվում է 500 մանկապարտեզ։ Այս էլ մեր մանկապարտեզաշինությունը։ Մի հատ էլ հետարքի նորություն կար, ինձ դուր եկավ։ Լավ կլինի, որ դպրոցում պատրաստվեն վարորդական վկայական ստանալու քննություններին, հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժան Անդրեասյանը։ Ներքին գործերի նախարարության գործընկերների կողմից նման ռեսուրսի հնարավորության պարագայում մենք պատրաստ կլինենք առնվազն ավագ դպրոցներում փորձել փորձնական սկսել բովանդակությունը հասկանալ։ Եվ ասում են սովորողներն էլ ավելի հաճախով դպրոց կհաճախեն, տեսնելով որ գիտելիք են ձեռք բերում, իրենց պետքական մեր դպրոցը պիտի քաղաքացի կրթի, քաղաքում, համայնքում, երկրում, գյուղում, պետությունում ապրող քաղաքացի։ Դպրոցը ավարտում են, դիմում գրել չգիտեն։ Ուր պիտի գնաս, գործդ ոնց պիտի տաս, վարորդականի ոնց պիտի դիմես, ԺԿ-ը ինչ բան է, այդ ԺԿ ասելով բան է, այդ համայնքապետարանը, համայնքապետարանը ինչ բան է, վերջապես քաղաքացի ես, դու ապրելու ես երկրում, ինչ ոչ մի բան չգիտեն։ Մենք շատ գիտենք։ Եվ այս վարորդական բանը իսկապես շատ կարևոր է։ Սովորի թող մնա, էլի, այս հիմա այն դարում ենք ապրում, որ ամեն վարքյան կարող է, որ վճարում չկա ձերի, հետո որ ուզենաս սովորել, պիտի գնաս փող տաս սովորես եւ այնա դպրոցը կավարտես, արդեն վկայականներ կունենաս։ Շատ ոնց որ Միացյալ Նահանգներում է օրինակ։ Շատ։ Իդեպ լեզուների մասին էլ Ժան Անդրեասյանը խոսեց, տարբեր օտար լեզուների, տարածաշրջանային լեզուների հասան թուրքերենի ու ադրբեջաներենի, սպանեցին ոնց թե դուք ուզում եք տարածաշրջանային լեզուներ, նախ ցանկության դեպքում, պարտադիր ուսուցման մասին չի խոսքը, եւ երկրորդը ընկերներ, դուք չեք տեսել ադրբեջանական դպրոցում հայոց լեզվի դասերը ոնց է ընթանում։ Թե այդ կադրերը YouTube չգիտենք ինչ բան է, մի հատ էլ գրեք YouTube Ադրբեջանի School Armenian Language Class, էլ մի հատ գրեք։ Ինչ ակցենտով, ինչ դասախոսներ, իդեպ ով գիտի ծպտյալ հայեր են գուցե ուսուցիչները եւ այլն, բայց տշնամուտ լեզուն բա չսովորես, բա ինչ սովորես։ 1000 տարի առաջ են ասել տշնամուտ լեզուն լավ իմացի, տշնամուտ որ հասկանաս։ Դե այդ մակարդակի դեռ չենք հասել։ Այսքան տարական այն օրը թուրքագիտության ֆակուլտետի բաների դասախոսներից մեկի հետ եմ խոսում, ասում է մի քիչ աճել ենք, Ռաֆայել ջան, ասում եմ, այսինքն ասում է չեն գալիս պատուհանները կոտրում։ Թուրքագիտության ֆակուլտետի պատուհանները գնում կոտրում են։ Հայը թուրքերեն սովորի, այո պիտի սովորի տշնամու լեզուն։ Ես այստեղ որ քոլեջի էի գնում, մեկ էլ զարմացա մարդ, բան կար, նամակ գրելու դաս, որ քեզ սովորացնում են նամակ գրել, այ մարդ ասեցի, այս հասարակ բանը, որ ոչ մեկից մտքով չէ, այն ժամանակ որ նամակով էր ամեն ինչ, էլի դեռ այս բաները չկային, իսկապես որ ոնց սկսես, ոնց ասելիքդ ոնց ասես, որ մասում ասես, որ սկսես, ոնց ավարտես։ Շատ կարևոր է, օրինակ մեզ եթե դպրոցում դա գոնե մի քանի օր էլի սովորեցնեին, ինչքան ավելի հեշտ կլիներ մեր կյանքը։ Նամակ ոնց գրես, ինչից սկսես, ասելիքդ որտեղ ասես, վերջում ինչ ասես։ Դրա համար էլ ոչ բանավոր խոսք ունենք, ոչ գրավոր։ Գրավոր խոսքը ինքնին իհարկե շատ ավելի բարդ է, քան բանավոր խոսքը։ Ամեն երկրորդ մարդը նախադասությունը սկսում է, կեսը չգիտի ոնց վերջանա։ Դրա համար ձեռով ոտով են խոսում, ում հետ խոսում ես, խփելով ուսիդ, չեն կարողանում սկսել եւ ավելացնում այդ տղա չեմ քիչ կարճ կապի։ Որ ոնց խոսած, ոնց ավարտես։ Գիտես որ դերից է գալիս Ռաֆայել, սովետական տարիների բանավոր խոսք չկար։
որովհետև եթե ամյոնից խոսում էիր, պետք է անպայման գրավոր լիներ, դա պետք է ստուգվեր, հետո նու դա պետք է կարդայր, չէր կարող ստեղծագործել, եւ դա մեր արյան մեջ մտավ երկար տարիներ, որ մարդիկ բանավոր խոսքի ունակությունը կորցրին։ Ամեն ինչ պետք է կարդայի։ Շատ սուղ բառապաշար ունեն, որտեղ ոչ կարդացել են, ոչ գրել են, ոչ ինչ հերոստացույցով ինչ են նայում, մեքենայի մեջ ինչ են լսում, քաղաքական զրույցները ինչ են, որտեղից բառապաշարը որտեղից է գալիս, կարդալուց միայն։ Մեծ հաշվով հիմնական մեր բառամթերքը գոյանում է ընթերցանություն գրքերից։ Դե գիրք չեն ընթերցե բառապաշարը որտեղից պիտի հարստանա։ Այդ բանը տեսար Վրաստանում բանը կռիվ է բանում ազգային ժողովում։ Տեսա։ Այդ ինչ էր այն մարդ։ Դրանք է մի բարի օրի չեն, այդ իրանց մոտ շատ ծայր։ Դե այդ մարդը ասում այս ռուսական բանից չեն կարողանում ազատվել, իրոք չեն կարողանում։ Ախր ինչ շատ տարօրինակ մեր աչքի առաջ բան տեղի ունեցավ Վրաստանում։ Շատ հենա արդեն Եվրոմիություն են մտնում, էլի արդեն անդամակցի ինչ Ռուսաստանը արեց, էլի հենվելով են իսպանական արմադան, որ կա 5-րդ շարասյուն, այդ 5-րդ շարասյան սիստեմը աշխատեց փայլուն ձևի։ Ու չգիտես Վրաստանը ինչ ուղով կգնա, բայց մենք գնում ենք գովազդի ուղով, արգելի բարեկամներ, ասենք շնորհակալություն մեր գործընկերների, որ մեզ հետ են, վերադառնանք եւ շարունակենք գովազդային 7 րոպեները, այնուհետեւ վերադառնանք։ Յուրաքանչյուրիս կյանքն ուրույն պատմություն է։ Պատմություն, որը կարող է դառնալ օրագիր։ Այսպիսով Ռաֆայել Մնացականյանի երկար սպասված հայի ամերիկյան օրագիրը գրքի շնորհանդեսը Լոս Անջելեսում։ Նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Հեղինակային երգեր, արձակ եւ չափածո ստեղծագործություններ, արդի մեկնաբանություններ հեղինակի ներկայացմամբ։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սա հայացք է ներսից դուրս։ Այսպիսով հանդիպում ենք նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Տոմսերի համար զանգահարեք 818 265 0506 կամ ticketmiket.com։ Իդեպ, հեղինակի մակագրությամբ գիրքը կարող եք ձեռք բերել տեղում։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սիրով սպասում ենք։ Դերենիկի հետ Լոս Անջելեսի հայկական ամենալսելի թոք շոու Music հայերի ամենասիրելի ռադիոկայան Դեմ դիմաց Ռաֆայելի եւ Դերենիկի հետ Եվ մենք եկանք հարգելի բարեկամներ, բարի օր, Լոս Անջելեսի ամենահայկական հաճախականությունը FM 107.5 HD3 Music ռադիո եւ դեմ դիմաց մենք ենք ողջույն եւս մեկ անգամ 13-ամյա շախմատիստ Տիգրան Համբարձումյան Հայաստանի քաղաքացի հռչակվել է Եվրոպայի պատանիների առաջնության շրջանակում անցկացված բաց կայծակնային շախմատի մրցաշարի չեմպիոն։ Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ։ Առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել 8 միավոր։ Ֆանտաստիկ արդյունք է։ 9 հնարավորից 8 միավոր։ Իրան էլ որ տեսնեք, չէ, հրաշք մանուկ մի հատ այն մատ, իսկապես պատկեր։ Շնորհավորում ենք, իհարկե, հաճելի է, որ մերոնք եւս մեկ անգամ փայլում են շախմատի։ Դե ինչ ունենք, տրադիցիա ունենք, էլի մենք շախմատի։ Եվ բանը հեչ բան եթե չարեց պարոն Սարգսյանը Սերժը այդ շախմատը որ դպրոցներում դարձրեց առարկա եւ ֆեդերացիայի նախագահն էր ինքը շախմատի ժամանակին եւ ինչ բայց այո շախմատը զարգացեց իր օրոք իր ամենաբարձր կետին էր Հայաստանի շախմատը երկու անգամ օլիմպիական չեմպիոն դարձավ Հայաստանի հավաքականը կատակ եք անում ամբողջ աշխարհում բան Բայց հիմա արդեն դե անցավ այդ ժամանակներն անցավ շատ բան անցավ ամենը փոխվեց 4 կոմը ով է ըմբոստանում զարմիկների դեմ էնել Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հերույ է մնում արքայազն Հարիի զարմիկներից The Mirror պարբերականն է գրում նրանց հոր արքայազն Էնդրյուի հետ կապված սկանդալների պատճառով այդ Էնդրյուն էլ մի այլանդակ անձնավորություն դուրս եկավ
ասում է այ տղա Էնդրյու մի քիչ քեզ տեսած բայ այ տղա Բայց որ ինչ էր սկզբը ինչ է արել զարմիկներին չի տեսնում ոնց էր գրած հերո է մնում արկայազն հերո է զարմիկ ոնց են չապել էլ ինչքան հերո մնում Աստվածիմ թակավորական փորձագետ բարձր մակարդակի փորձագետ կա ցածր մակարդակա բարձր մակարդակի թակավորական բարձր մակարդակի փորձագետ Դունկան Լարկոմբը հայտարարել է որ Մեգան Մարքլը կցանկանար ավելի հեռու մնալ արկադից բայց չի ստացվում ցանկանում ավելի հեռու մնար նաև արկադստրերից Բեատրիսից եւ Եվգենիայից, Եվգենիա կա, դե մի հատ է, քանի որ դրանց հայրը կապ է ունեցել ֆինանսիստ Ջեֆրի Էմշտայնի հետ, որը դատապարտվել է սեռական բռնությունների համար։ Սասեքսի դեպքում չի աջակցի նրանց հասարակության առջև, քանի որ դա կարևոր է, եւ նա փչացնում է իր, չէ, այդ ամենը կարող է փչացնել իր հեղինակությունը։ Դե Մեգան Մարքլն այնքան հեղինակություն ունի այնպիսի սենց մանանայա երկնքից տապում։ Ընդ որում արկայազն Հարին չի կիսում կնոջ դիրքորոշումը, քանի որ նա միշտ մտերիմ է եղել զարմիկների հետ։ Մեգանի հետ այնտեղ տարաձայնություններ կան, կարծես, ասել է բանը Զավեշտա էլի իսկականից Հարի բացարձակ դատարկություն էլի ոչ մի բան չկա մեջը ոչ մի բան բայց մարդիկ սիրում են թագավորների պրինցեսաների արքայադստրերի մասին կարդալ էս ամբողջը ինչ ուզում ես գրի այնքան չեր ուզում հերո լինել բայց հերո է բայց ամուսինը բան է եւ այլն հետո մոտիկ գա հետո էլի կհեռանա հետո մոտիկ ինչ հավատացեք իրենց այդ ներքին հարաբերությունները ուղղակի ահավոր են էլի ոչ մի ընտանիքում այդքան բաներ չկան հակասություններ ոնց որ հակավորական ընտանիքներում ատում են իրար ծերներից կա բայց մեր անար թակու ժամանակ հիշում ես ինչ լավ օրեր էինք անցկացնում Ռաֆայել ամեն օր մի բան պատմություն լինում էր տատիկի կողմից խեղճես գնաց պատմում էր թե արմահա արդեն բայց չէ գնաց չդիմացավ իսկ ահա Ալ Պաչինոն առաջին անգամ կիսվել է իր կյանքի ամենածանր ափսոսանքի մասին Daily Mail պարբերականն է գրում հոլիվուդյան աստղի ուրեմն մտորումները ասում է Ալ Պաչինոյի ծանր փուլերի շրջանում հարցազրույց է տվել Daily Mail-ին Ալ Պաչինոն ծանր է տանում իր նախկին սիրեցյալի Դայանա Քիթոնի կորուստը ով նաև Godfather-ի մեջ իր կինն էր խաղում չէ իր երեխաների հոլիվուդյան հայտնի աստղի մահը դերասանին ստիպել է մտածել իր կյանքի ամենածանր ափսոսանքի մասին դերասանի ընկերոջ խոսքով Պաչինոն միշտ Դայանին համարել է իր կյանքի միակ մեծ սերը եւ զղջացել է որ չի օգտվել նրա առաջարկություն անելու հնարավորությունից տենց է եղել ես հիմա անիկ մի քիչ ուշ է արդեն հանգուցյալ դարձավ էլ բայց դե ամուսնացած են եղել չգիտեմ ճիշտ ասած ես այդ դերասանների անձնական կյանքով բոլորովին չեմ հետարկվում այդ դրանց համար ամուսնանալ բաժանվել էլի ամուսնանալ ինչա որ Էլիզաբեթ Թեյլերը քանի անգամ 5-6 անգամ ամուսնացել իդեպ այսօր պատահաբար YouTube-ում այդ Կլեոպատրայի հայտին դրվագը բերեց ասիլա միա դնեմ նայեմ 63 թվականի Կլեոպատրային որ Ցեզարի մոտ է գալիս այն որ բաներով ինչ fake է բայց այդ ամեն ինչը Հիմա մենք իհարկե նայում ենք 25-րդ դարի 25-րդ թվականի աչքերով շատ fake է էլի այդ ամեն ինչը արկածիշտ է 63-ին բում Բրցենի հետ էլ երկու անգամ ամուսնացավ բաժանվեց հետո էլ ամուսնացավ հետո էլի բաժանվեց Կյանքը ուրախ ապրոստը ձրի ինչ ուզում անում են ոնց ուզում անում են Okay, իսկ ահա Գերմանիայի կանցլեր Մերցը մտադիր է 1 միլիոն սիրիացի փախստականներ արտաքսել Գերմանիայից 1 միլիոն կատակ չի Գերմանիայի կանցլեր Ֆրեդրիխ Մերցը հայտարարել է որ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ավարտից հետո սիրիացի փախստականները պետք է վերադառնան իրենց հայրենիք այնտեղ որտեղից եկել են Ես նախագահ Ահմեդ Ալ-Շարային հրավիրել եմ Գերմանիա քննարկելու թե ինչպես է լուծելու այդ խնդիրը երկրի վերականգնման համար կպահանջվեն բոլոր սիրիացիների ջանքերը Գերմանիայի կանցլերը նաև զգուշացրել է որ նրանք ովքեր կհրաժարվեն կամավոր վերադառնալ կարտաքսվեն բռնի ուժով
բայց ինչ հետաքրքիր է, չէ՞, հիմա ինքը, այսինքն տրամաբանական է, այն ժամանակ այնտեղ կարող են քեզ մորթել սպանել Ասադի ռեժիմը, մենք ձեզ ապաստան տվեցինք։ Հիմա արդեն ազատ երկիր է, գնացեք ձեր երկիրը։ Գերմանիայի համն ու հոտը ստացել են, նրանք չեն գնա ոչ մի դիվացարում։ Հիմա լոյերներ կվարձեն, ինչեր կանեն։ Ստոպատկե, բայց մի կողմից եկեք հասկանանք, էլի։ Այն որ մենք էլ ենք սփյուռքի Անգլիայից հետո ես գնաց Սիրիա, հա, այն էլ ինչ Սիրիա այսօր էր, հա, ինչ անես հիմա։ Այլ ասենք Դերզորի անապատներում ապրում մի հատ պալմա, մի հատ ուխտ, մեկ էլ ուխտը ճոխություն է, Ռաֆայել, կարծում ես ամմատ ուխտ ունի։ Հա, չգիտեմ։ Գերմանիայում այս պահին ապրում է մոտ 1 միլիոն սիրիացի փախստական միգրանտների նկատմամբ վերաբերմունքը Գերմանիայի։ Վաղը միսօր այդ միլիոնը դառնալու է 2 միլիոն եւ արդեն հա լուրջ խնդրեմ է։ Դրան ախր իրանց է որ լավ ֆինանսապես Գերմանիայում գիտեմ շատ մեծ օգնություններ են։ Ընտանիքները բազմանում են, գերմանացիները այդքան չեն ծննդաբերում որքան բան, սովորաբար բնականաբար, հա։ Բայց այդ արքիր եմ այնտեղ ծնված սիրիացիներ էլ կլինեն արդեն այդ հարցերը ոնց է լինելու չգիտեմ, հա։ Թուրքերը ոնց եղան այդ գաստրարբայտեր կոչվածները, աշխատուժ որ պետք էր Գերմանիան վերականգնելու համար, արևմտյան Գերմանիայում միլիոնավոր կանչում էին։ Հիմա արդեն հասկացան, բայց բանից անցել է արդեն, մոտավորապես 7-8 միլիոն թուրք է ապրում, ովքեր այնտեղ են ծնվել արդեն, ովքեր մեծացել են, ովքեր արդեն չեն պատկերացնում, բայց միևնույն ժամանակ գերմանացի չեն, դեռ ծնվում մեծանում են, բայց գերմանացի չեն, այդ արքիր բան է, այդ էթնիկ բանը շատ հետաքրքիր է, օքեյ, 5 րոպե ունենք եթերային ժամանակ, հարգելի բարեկամներ, տեսնենք լրահոսում վերջին րոպեներին արդյոք թարմացում կա, թե ոչ, Ես հետարքիր է, հիմա ունեն փաստորեն 2 հատ կարգալույց արված եկեղեցական, որոնք շարունակում են իրենց եկեղեցական, ինչ ասեմ, առօրյան։ Եվ հիմա այս կերակել այդ մյուս ինչ էր անունը մի րոպե, Տեր Տարոն քահանան, նոյեմբերի 4-ին ժամը 3-ին կանչվել է Մայրաթոր Սուրբ Էջմիածին հանդիպելու կարգապահական հանձնախմբին։ Քանան լրագրողների զրույցում տեղեկացրել է, որ հանդիպումից եւ իրենց վերաբերող ցանկացած հարցի քննարկումից հրաժարվել է պայմանավորված հանձնախմբի կազմով։ Ես պատշաճ չեմ համարել այն հանձնախումբը, խնդրեցի, որ հանձնախումբը նախ քննի իր անդամների կարգապահական հարցերը, դրանից հետո անդրադառնա ինձ վերաբերող հարցերին։ Հարցին ովքեր են եղել հանձնախմբում, քանան չի պատասխան նշելու այդ մասին լրագրողները կարարա։ Ես սկզբանը չեմ թաքցրել, որ քննարկմանը չեմ մասնակցելու եւ այլն եւ այլն։ Հիմա այնտեղ էլ ենք պատարականում եւ հիմա եթե դառնա կարգալույց եկեղեցականների քանակը ավելի շատ լինի, քան կարգի մեջ մնացողներին, այն ժամանակ արդեն բան թավշյա հեղափոխություն կարելի ասել եկեղեցում տեղի ունեցավ։ Դե պատմությունը, չգիտեմ, նման դրվագ դեռ տեսել է թե ոչ, բայց հայերը կարող է այդ առումով լինեն նորարարական։ Այո, ես Մենք ընդունել ենք առաջինը, մենք էլ առաջինը այդ մակրազերծման process-ը կանենք, բայց տեսնենք ոնց կդասավորվի։ Չնայած պարոն Պուտինի բաներին, մեդալներին, այդ մեդալներով գալու են, շատ ահավոր է, կայսրությունները, բարեկամներ, կայսրությունները շատ դժվար են հեռանում, որպես կանոն։ Չեն ուզում Հայաստանին բաց թողնել, հասկանում եք, եւ այդ Հայաստանը իր ձեռնոցով իրենց բանում պահելու լծակներից ամենաուժեղներից մեկը հենց եկեղեցին է։ Եկեղեցուն խառնված են նաև նախկին մեր նախագահ Քոչարյան եւ այլն այդ պրոռուսական բաները, գումարած եկեղեցին իր հեղինակությամբ, որ աշկերիս առաջ քայքայվում է իհարկե այդ հեղինակությունը, բայց ինչ էլ որ մնացել է, ռուսների համար հույս է, միգուցե այսպես կարողանան Հայաստանը հետ միացնել Ռուսաստանին։ Ոնց որ Վրաստանն են անում հիմա։ Այսքան բարեկամներ, ես հիշեցնեմ, որ AMPM հաղորդումը եւս այսօր եթերում է լինելու մոտ 45 րոպեից, այստեղ դնենք բազմակետ, դերենիկին ասենք ցտեսություն եւ հանդիպենք արդեն AMPM-ի շրջանակներում, ձեզ հերոստատեսությունն է սպասում դերենիկ, ասենք այժմ լավ կացեք։ Մինչ վաղը սիրելիներ, լավ եղեք։ Մինչ վաղը։ Յուրաքանչյուրիս կյանքն ուրույն պատմություն է։ Պատմություն, որը կարող է դառնալ օրագիր։ Այսպիսով Ռաֆայել Մնացականյանի երկար սպասված հայի ամերիկյան օրագիրը գրքի շնորհանդեսը Լոս Անջելեսում։
Նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Հեղինակային երգեր, արձակ եւ չափածո ստեղծագործություններ, արդի մեկնաբանություններ հեղինակի ներկայացմամբ։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սա հայացք է ներսից դուրս։ Այսպիսով հանդիպում ենք նոյեմբերի 21-ին երեկոյան ժամը 7-ին Գևորգյան ակադեմիայի դահլիճում։ Տոմսերի համար զանգահարեք 818-265-0506 կամ ticketmiket.com։ Իդեպ, հեղինակի մակագրությամբ գիրքը կարող եք ձեռք բերել տեղում։ Հայի ամերիկյան օրագիրը։ Սիրով սպասում ենք։